Կարգավորողի ազդանշանները։ Խաչմերուկին մոտենալիս վարորդին առաջինը հետաքրքրում է, արդյոք իրավունք ունեմ անցնելու խաչմերուկը։ Այդ պատճառով մենք սովորելու ենք կարգավորողի ազդանշանի միայն երթևեկությունը թույլատրող դիրքերը։ Կարգավորողը ունի 3 ազդանշան։ Մեկը բոլոր կողմերից արգելում է երթևեկությունը, երկուսը թույլատրում է երթևեկությունը հատուկ կողմերից։ Հեշտ լինելու համար մենք սովորելու ենք թույլատրող ազդանշանների միայն թույլատրող դիրքերը, կողմերը։ Այսպիսով, պարզ է դառնում, որ կարգավորողը ունի միայն 2 ազդանշան, որոնք թույլատրում են երթևեկությունը, և երթևեկությունը թույլատրող այլ ազդանշաններ չկան։ Կարգավորողը ունի նաև 4 ժեստ, որոնք կատարում է միայն ձախ ձեռքով, որոնց մասին հիմա չենք խոսի։ Կարգավորողի թույլատրող 2 ազդանշանների երթևեկությունը թույլատրող կողմերը թույլատրում են երթևեկությունը հետևյալ ուղղություններով։ Առաջինը, բոլոր մեքենաներին, նաև տրամվային, թույլատրվում է երթևեկել միայն աջ, այսինքն, հիշենք, միայն աջ բոլորի համար։ Երկրորդը, մեքենաներին թույլատրվում է երթևեկել բոլոր ուղղություններով, իսկ տրամվային միայն ձախ։ Երրորդը, մեքենաներին թույլատրվում է երթևեկել ուղիղ և աջ, իսկ տրամվային միայն ուղիղ։ Այսպիսով, գոյություն ունի միայն այս 3 խումբ ուղղությունները, այլ ուղղություններ պարզապես չկան։ Ինչպես նկատեցիք, բոլոր խմբերի մեջ աջ շրջադարձը կա և թույլատրվում է։ Այսպիսով, հանդիպելով կարգավորողի ցանկացած թույլատրող ազդանշանի թույլատրող կողմին, որի մասին կխոսենք քիչ հետո, պետք է հիշել, որ աջ շրջադարձը միշտ կարելի է։ Այս 2 խումբ ուղղությունները, աջը և բոլոր ուղղությունները, թույլատրվում է կարգավորողի 1 ազդանշանով։ Այս խումբը, ուղիղ և աջը, թույլատրվում է կարգավորողի 2-րդ ազդանշանով։ Իսկ հիմա ներկայացնեմ կարգավորողի ազդանշանները և երթևեկությունը թույլատրող կողմերը։ Այդ հարցում մեզ կօգնի այս երիտասարդ տիկնիկը, թեև ոստիկանի համապատասխան հագուստով չէ, բայց գիտի կարգավորողի ազդանշանները։ Այս դիրքը կոչվում է կարգավորողի ազդանշան, որն ունի 4 կողմ, որոնցից ոմանք արգելում են երթևեկությունը, ոմանք թույլատրում։ Առջև, ձախ, հետև և աջ։ Նայած թե որ կողմից մեքենայով կմոտենանք։ Ինչպես ասացի, սովորելու ենք միայն երթևեկությունը թույլատրող ազդանշանները և կողմերը։ Կարգավորողի առաջին ազդանշանը հետևյալն է։ Աջ ձեռքը պարզված է դեպի առաջ։ Աջ ձեռքը հեշտ տարբերելու համար իմացեք, որ կարգավորողը ցուցաձողը միշտ բռնում է աջ ձեռքով։ Աջ ձեռքը պարզված է դեպի առաջ ազդանշանով, կարգավորողը թույլատրում է առջևի կողմից եկող բոլոր մեքենաների երթևեկությունը միայն աջ։ Նույն ազդանշանով, բայց ձախ կողմից, կարգավորողը թույլատրում է մեքենաների երթևեկությունը բոլոր ուղղություններով, տրամվային թույլատրում է միայն ձախ։ Այսպիսով, միայն 1 ազդանշանով ունենում ենք երթևեկության համար թույլատրելի այս ուղղությունները։ Այս ազդանշանի ժամանակ կարգավորողը ձախ ձեռքը կարող է բարձրացնել և օգտագործել միայն ժեստի համար։ Եթե գիտես, ինչ ժեստ կարող է ցույց տալ կարգավորողը ձախ ձեռքով, ապա գրիր մեկնաբանություն տեսանյութի ներքևում։ Կարգավորողի 2-րդ ազդանշանը հետևյալն է։ Ձեռքերը պարզված են աջ և ձախ կողմ կամ իջեցված են։ Սրանք նույն ազդանշանն է, ուղղակի կարգավորողը հոգնել է և ձեռքերն իջեցրել։ Այս ազդանշանի դեպքում ձախ և աջ կողմերից մոտեցող մեքենաներին թույլատրվում է երթևեկել ուղիղ և աջ, իսկ տրամվային միայն ուղիղ։ Մնացած արգելող ազդանշաններն ու դիրքերը պետք չէ սովորել և հիշել, որովհետև եթե մեր այս իմացած թույլատրող դիրքերը չեն, ուրեմն երթևեկությունն արգելող են։ Այսպիսով ամփոփենք. աջ ձեռքը պարզված է դեպի առաջ ազդանշանը առջևի կողմից թույլատրում է բոլորին միայն աջ, ձախ կողմից բոլոր ուղղություններով, տրամվային միայն ձախ։ Ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված ազդանշանը
Ձախ և աջ կողմերից թույլատրում է բոլորին ուղիղ և աջ, տրամվային միայն ուղիղ։ Եկեք վարենք գրագետ։